Ամեն կիրակի Էջմիածին գալիս Ես ամեն կիրակի մասնակցում եմ պատարագի, որտեղ հայ ազգի փրկիչը մինչև այսօր ապահը եղել է մեր Սուրբ եկեղեցին։ Մենք իրավունք չունենք չմասնակցել եկեղեցու պատարագներին։ Մենք էլ մի հոգու նման չենք գնալու կոշիկները հանենք, մտնենք մզկիթ։ Հետի հայերին չվերաբերում, հետի մուսուլմանների համար։ Թող ոնց ուզում են մզկիթ գնան, ուզում են ասած ադրբեջանցուն մեջիդ գնան, իրաց գործն է, բայց թող չխառնում են եկեղեցու գործերին։ Ոչ մի երկրի ղեկավար մինչև այսօր կաթողիկոս չի ընտրել։ Կաթողիկոս ընտրում են իրանց կազմը, հավաքվում են, ընտրում եւ կաթողիկոսը իրավունք չունի հրաժարական տա մինչեւ իրան վերջի օրը։ Մենակ եթե մահանում է, արդեն ընտրում են կաթողիկոս, բայց եթե կաթողիկոսը կա, նա պետք է աշխատի մինչեւ վերջ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի ընդունում, որ վեհապապ հայրապետն կաթողիկոս է։ Նիկոլ Փաշինյանին դրսից են ղեկավարում Էրդողանն ու Ալիևը, որ եկեղեցին պետք է քանդես։ Այդ է իր նպատակը։ Թե չէ Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ արտահայտությունը անի։ Դրսի պատվեր կատարող մարդ է էդի։ Էրդողանն ու Ալիևը քիչ են, հիմա էլ Փաշազադեն է իրանց մուսուլմանների առաջնորդը, դա էլ խառնվել աթեն գործը, որ պետք է եկեղեցին քանդես, եկեղեցի չպետք է լինի։ Օրինակ այս իշխանության օրոք եկեղեցու նկատմամբ ճնշումները հասել են այնտեղ, որ բարձրաստիճան հոգևորականներ են ձերբակալվել, կալանավորվել, քահանա կա ձերբակալված, ինչպես եք վերաբերվում։ Այսօրվա դրությամբ մեր եպիսկոպոսները պետք է լինեն կալանքի տակ։ Ինչի համար, ինչ են արել այդ մարդիկ։ Կաթողիկոսը գնաց Շվեյցարիայում Արցախի հարցը բարձրացրեց, որ կատարվել է ցեղասպանություն, արցախցին պիտի ապրի իրան հողում, իրան տանը, եւ հենց Շվեյցարիայից եկավ երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը կատաղեց։ Դու ով ես, որ գնում ես Շվեյցարիայում Արցախի հարցը բարձրացնում։ Ես գնացել եմ ստորագրել Պրահայում, որ Արցախը Ադրբեջան է, բայց դու այսօր ասում ես Արցախցին պիտի վերադառնա իրան հայրենի երկիրը։ 150,000 ընտանիք թողեց առանց հայրենիքի։ Նիկոլ Փաշինյան, եթե դու չես իմանում, ես քեզ բացատրեմ։ Սարդարաբադի պատերազմի ժամանակ Արցախի Ասկերանի շրջանի Նախճիվանի գյուղից երկու գեներալ Փիրումյանները իրանց մահապար ջոկատով եկել են կռվել Սարդարաբադում, ես զոհվել։ Բայց դու 20 թվին Արցախցուն թողեցիր մենակ։ Կարաս պատճառը բացատրես ինչի համար։ Չէ որ հայ ենք։ Թուրքիան ասում է մի ազգ ենք, երկու պետություն, դու էլ ասում ես Արցախ Ադրբեջանը։ Ինչի հիման վրա ես վերցրել որ Արցախ Ադրբեջանը, բայց չէ որ դու միջև այդ գնացիր Արցախում գոռացիր որ Արցախը Հայաստան է։ Ես բազմից ասել եմ, եթե ուզես երկրի ղեկավարին ես, ուզում ես ինչ-որ մի կազմակերպության ղեկավար, եթե այդ ղեկավարը կամ տան ընտանիքի մարդը իրան ասած խոսքից հրաժարվեց, էդի փալասա։ Նա իրավունք չունի ոչ այդ տուն ղեկավարի չի էլ կարա, ոչ էլ պետությունու։ Դու բացատրի ժողովրդին, ինչի համար ասեցիր Արցախը Ադրբեջանը։ Եթե ինքը չասեր Արցախը Ադրբեջանը, այսօր պահի դրությամբ Արցախցին հիմա իրան տուն ապրելուց կլներ։ Բայց մեր գերիները, երկու ամսից գերիներին վերադարձնում եմ։ Դատապարտեցին 20 տարով, 15 տարով ցմա։ Դեպեր գերիներին, պախեչ ես բերում։ Որտեղ քո ասածը Ալիևի մոտ չի անցնում։ Եկ ասում են, որ այդ հարցը մշտապես բարձրացնում են, եւ վստահեցնում են, որ բոլորն էլ կգան։ Երբ կգան։ Չեն ասում կոնկրետ ժամանակ։ Բա ուրա երկու ամիս խոսք ես, երկու ամիս հետո բերելու եմ, 3 տարի է, ուրա։ Դե բեր։ Չես կարա բերել, դու չես կարա Ալիևին ասես, գերիներին բաց թող։ Կամ էլ 8 կիլոմետր մտելա ջերմուկ։
Ղափանում մտել է, ոսկի հանքի կեսը վերցրել է, ջուղերը սև լիճի 3 կիլոմետր վերցրել է։ Դու մի բերան չես կարող ասես, Ալիև, զորքդ հետ քաշի, կնստեմ հետդ կխոսամ։ Ալիև ինչ ասում է, դե իրան նա չտան պատերազմ կլինի, թող պատերազմի կռվենք։ Ես էլ եմ պատրաստ պատերազմի կռվեմ, իմ հայրենիք ազատագրեմ։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը այն ղեկավարն է, որի օրոք խաղաղություն հաստատվեց։ Խաղաղությունը գիտեք երբ ալնում, երբ որ ուժերը հավասար է։ Հիմա նա ուժեղա, էսի թույլ է, էդի խաղաղություն չի։ Էդի ոնց որ ասած գլուխը դրել ես տապորի տակը, մնում է որ տապորով խփի վիզիտ կտրի։ Խաղաղությունը այն ժամանակ կլինի, որ հավասար ուժ ունենաս։ Կարաս հետը պայքարես։ Դու չես կարող նրա հետ պայքարես, որտեղ մեր դիվանագիտությունը հավասար է 0-ի, թե ներքին, թե արտաքին դիվանագիտությունը։ Չեն կարող միջազգային կառույցներում այդ հացը բարձրացնեն։ Կամ էլ Թրամփը, այս Զանգեզուրի միջանցքի համար, Ամերիկանով է մեծ համար։ Ամերիկան ինչ արել մինչև հիմա կամ Եվրամիություն։ Եվրամիությունը մի հատ քանդված կոլխոզ է։ Եթե Եվրամիությունը լավ կառույց լիներ, Անգլիան 3 տարի առաջ այդ կառույցից դուրս եկավ։ Շվեյցարիայի նման զարգացած պետությունը չի մտնում Եվրամիության կազմի մեջ։ Դուք ով է ձեզ այնտեղ սպասում, ոչ մեկը։ Նրանք մի հատ նպատակ են հետապնդում։ Հայաստանը Ռուսաստանից հետ քաշեն, սարքեն թշնամի, որ Ուկրաինան էր գնում դեպի Եվրամիություն։ Ինչ եղավ։ Այսօր դրությամբ Ուկրաինա չկա։ Եվ թող սրանք իմանան, Ուկրաինան պարտված երկիր է։ Սրանք սպասում են, որ Ռուսաստանը պարտվի կամ Պարսկաստանը պարտվի, իրանք հարցերը թուրքերի հետ ուզի, էդի չի լինելու։ Ռուսաստանը եւ Ուկրաինայում կրելու եւ Պարսկաստանն կրելու այս պատերազմում։ Իսկ ինչպես է վերաբերում այն փաստին, որ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ միացան Նիկոլ Փաշինյանին, սակայն տեսանք, որ հետո նրանցից մեկը եւս ետ վերադարձավ։ Նրանցից մեկը հետ քաշվեց, չէ՞։ Որտեղ նա նկատեց, որ ինչա կատարվելու վերջում։ Վաղը Նիկոլ Փաշինյան չի լինի։ Հունիսի 8-ից Նիկոլ Փաշինյան չի լինելու։ 100% ինքը չի վերընտրվի, որտեղ ժողովրդին խաբելով պետությունը տարել է արդեն գցել շահիճի մեջ։ Իսկ են մնացած եպիսկոպոսները, որ իրան կողմն են, թող իրանք խելք հավաքեն, որ չի կարելի։ Սա կյանքդ եղել ես եպիսկոպոս, վեհապարի կողքը, հիմա չգիտեմ, երևի բանմանա խոստացել իրանց, չեմ մանում, այդ հարցին դժվար է պատասխանել, բայց մեկ է, իրանք էլ են վերադառնալու, իրանց հին դիրքը գրավեն։ Կարծում եք եկեղեցին կհաղթահարի այս ճգնաժամը։ Ոնց։ Եկեղեցին կհաղթահարի։ Այո, արդեն հաղթահարել է։ Վեհապարը իրան շատ հանգիստ պահում է։ Նիկոլ Փաշինյանը երևի իմացել է, թե սա ժողովրդին կհավաքի, ժողովրդի չեմ կարող ինձ պաշտպանել։ Ինքը շատ է լավ դիրքը գրաված, եկեղեցին իրան դիրքը պահելու է։ Ոնց կա, հենց էլ լինելու։ Պարբերաբար ասում էր, որ Էջմիածնի կենտրոնում հավաք է անցկացնելու, այդ հավաքան դեմ եկեղեցու է լինելու, սակայն հավաք չեղավ եւ տարբեր հարցումներով մարդիկ նշում են, որ չեն էլ միանալու եւ դուրս չեն գալու եկեղեցու դեմ։ Ինչ է կարծում, չի հաջողելու։ Հայը երբեք չի դուրս գա եկեղեցու դեմ։ Եթե հայ ես, քոնը եկեղեցին է։ Այն մնացածները թողեն ինչ ուզում են անեն։ Եկեղեցին ուժեղ է, այսօր ադրությամբ եկեղեցու դիրքերը շատ ուժեղ է։ Եվ ոչ մեկը չի կարա ժողովրդին ներսից քայքայի եկեղեցին, դա անհնար է։